Ցանկացած ինքնազարգացող համակարգ ունի մի հատկանիշ։ Ինքը պետք է ինքն իրեն վերլուծի, հետևություններ անի եւ փոխվի։ Կամ ինքն է դա անում, կամ իր փոխարեն անում է շրջակա միջավայրը, բայց այդ դեպքում այդ միջավայրն է որոշում, թե իր ճակատագիրը ինչպիսին է լինելու։ Այնպես որ եթե մենք ուզում ենք լինել զարգացող եւ սովորող, պիտի տիրապետենք այդ կարևոր հատկանիշին, ինքներս մեզ վերլուծել։ Եկեք այսօր քննարկենք, թե ինչ է դրա համար պետք եւ ինչպիսի մարդ պետք է լինես, որ այդ ինքնավերլուծությունը աշխատի։ Ընդհանրապես ասած, ինքնավերլուծության մեխանիզմը հիմնված է այն նախադրյալի վրա, որ մենք իդեալական չենք։ Եթե մենք իդեալական ենք, իմաստ չունի ինքներս մեր գործողությունները վերլուծենք, որովհետև մենք սովորելու բան չունենք, մենք բնականաբար իդեալական ենք։ Այդ մնացածները մեզանից պետք է սովորեն, եւ դա նշանակում է, որ մենք ոչ թե եւ ոչ միայն պետք է մեր քայլերը կամ մեր գործողությունները քննենք եւ վերլուծենք, այլ պետք է թելադրենք մնացածներին եւ սովորեցնենք խելք, այսինքն ինչպես ենք պետք է գործեն, որ մեզ նման իդեալական լինեն եւ մեզ նման ճիշտ գործեն։ Այդպես են անում մեզանից շատերը եւ փառք Աստծո թողանեն մեզանից հեռու։ Ես հիմա խոսում եմ այն մարդկանց հետ հուսամ, ովքեր սիրում են սովորել եւ գիտակցում են, որ սեփական գործողություններին անդրադառնալը եւ դրանցից հետեւություններ անելը ինքնակրթության գլխավոր գործիքն է, իսկ ինքնակրթությունը մեր ինքնազարգացման, այսինքն առանց արտաքին աջակցության հնարավորության զարգացման հիմնական միջոցն է։ Ուրեմն ինչ մենք պետք է անենք, որպեսզի դա լավ աշխատի, որ մենք լավ սովորենք։ Եկեք ես ձեզ մի քանի հիմնական ուղղություններ ասեմ, իսկ դուք արդեն մտածեք։ Առաջինը եւ ամենակարևորը, պետք է շատ շնորհակալ լինել ձեր գործողության շուրջ ցանկացած կարծիքի համար։ Որևէ բան, որ ձեզ ասում են, մի փակեք ձեր ականջները, մի նեղվեք, մի կատաղեք, կառավարեք ձեր հույզերը, որովհետև ցանկացած մարդ, անկախ նրա, թե ինչ նպատակով է ձեզ ասում, ձեզ տալիս է հետադարձ կապ։ Այն կարելի է օգտագործել հօգուտ կամ ի վնաս։ Ի վնաս նշանակում է տառապել, նեղվել, զայրանալ եւ այլ կերպ քայքայել ձեր նյարդային համակարգը։ Հօգուտ նշանակում է գիտակցել պատճառները, հասկանալ իր իրական նպատակները եւ ամեն դեպքում գիտակցել, թե ինչ կարելի է անել, որպեսզի իրավիճակը լավ լիներ կամ լավ հանգուցալուծում ստանար, ավելի լավ, քան այն ստացավ։ Քանի որ մենք ցանկանում ենք անգամ մեր թշնամիների հետ հարաբերությունների մեջ լինել ավելի արդյունավետ, նշանակում է ավելի ճիշտ գործել։ Նշանակում է անգամ թշնամու ասածը մենք պետք է անցնենք որպես հետադարձ կապ, որպեսզի ավելի արդյունավետ լինենք։ Ամեն երևույթ մեր շրջապատում, որ անդրադառնում է մեզ մեր գործողությունների արդյունքում, մեզ համար պետք է լինի տեղեկույթ, որի հիման վրա մենք բարելավում ենք մեր գործողությունը։ Սա թիվ 1 սկզբունքն է։ Եթե դուք որևէ հետադարձ կապից նեղվում եք, ձեզ ասում են, «Էս ինչու ես սխալ տեղ դրել» եւ դուք սկսում եք զայրանալ եւ ասել, «Էս ճիշտ տեղ եմ դրել, քո գործը չի», դուք պետք է հասկանաք, որ այդ պահին դուք քայքայում եք ձեզ, քայքայում եք ձեր նյարդերը, քայքայում եք ձեր հարաբերությունը այդ մարդու հետ եւ վնաս եք հասցնում ձեր ինքնազարգացմանը։ Կան տարբեր ձևեր, ինչպես դրան կարելի է արձագանքել։ Հետադարձ կապի գլխավոր հատկանիշը կայանում է նրանում, որ դուք եք որոշում, թե ինչին է այն վերաբերում եւ ինչ օգուտ եք դուք դրանից քաղում։ Մի թողեք դա ձեր հուզականությանը որոշելու համար։ Դա անարդյունավետ է։ Ուրեմն, եթե ձեր հարազատը ձեզ նկատողություն է անում, դուք կարող եք դրանից անել բազմաթիվ հետևություններ։ Թիվ 1 հետևություն։ Անմիջական ընկալել նկատողությունը որպես ճիշտ գաղափար։ Այո, իսկապես, գիրքը այդտեղ դնել սխալ բան էր։ Ասում եք շատ շնորհակալություն, չէի մտածել եւ դնում եք տեղը։ Վերջ։ Երկրորդը, գիրքը ճիշտ տեղում է, սակայն ձեր հարազատը ձեզ ինչ-որ բան է ասում։ Պետք է մտածել, ինչու է նա փորձում ձեզ ցավեցնել։ Ուրեմն, հարաբերություններն է վատթարացել, իր մոտ ինչ-որ խնդիր կա, անհանգիստ է, հազար բան կարող է լինել։
նշանակում է դուք սխալ բան եք անում այս բան։ Եթե նա ձեզ փորձում է ցավեցնել, իսկ դուք իր հարազատ մարդն եք, շակա ձեր մեջ ինչ-որ խնդիր կա, շակա ձեր մեղքն է, մեղավորությունը դրանում կա։ Գործեք, փորձեք հասկանալ, հարցեր տվեք, գտեք լուծում։ Դա էլ է ճանապարհ դեպի ինքնազարգացում։ Ամենաշատը մեզ զարգացնում են մարդիկ, որոնք ամենաշատը մեզ ցավեցնում են։ Եթե ձեր կյանքում կա մի մարդ, որ անդադ ձեզ խարտոցով, ուրեմն խարտոցում է, շնորհակալ եղեք իրեն ամեն պահ, որտեղ դա է այն մարդը, ով ձեզ առավել աճեցնում է, առավել օգնում է ձեզ ինքնազարգանալ, դառնալ ավելի ինքնուրույն եւ ավելի վստահ անձնավորություն։ Իհարկե, եթե դուք անդադ տառապեք դրանից, ոչ մի զարգացում չի լինի։ Եթե դուք տառապանքի փոխարեն դրանից օգտվեք, շատ դա ձեզ կօգնի, ասեմ ինչու։ Ամենավատ բանը, որ մենք կարող ենք կյանքում ունենալ, դա անտարբերությունն է շրջապատի մարդկանց կողմից։ Անտարբերությունից դաժան բան գոյություն չունի։ Եթե մարդիկ ձեր նկատմամբ անտարբեր չեն, նշանակում է դուք իրենց համար ինչ-ինչ պատճառներով կարևոր եք, եւ դուք եք որոշում, եւ ձեր դիրքորոշումն է որոշում, եւ ձեր քայլերն են որոշում, թե որոնք են այդ պատճառները եւ որոնք են դրանց հետևանքները։ Եվ երբեք մի փորձեք դա դիտել միակողմանի։ Ես լավ բաներ եմ անում, նա չի գնահատում։ Չի լինում այդպես։ Նշանակում է դուք անում եք ոչ այն, ինչը իր համար գնահատելի է, կամ դուք սխալ մարդու հետ եք շփվում, կամ այլ մի բան, դուք որոշեք ինչ, բայց գանգատվել այլ մարդկացից դա աբսուրդի աստիճան անհավանական բան է, որը մարդ չպիտի անի ուղղակի։ Դուք ինքներդ որոշեք եւ ձեզ ասեմ, երբ որ դուք ճիշտ եք գործում, զարմանալիորեն ձեր շրջապատում մնում են ճիշտ մարդիկ։ Երբ որ դուք սխալներ եք թույլ տալիս, ձեր շրջապատում սկսում են հայտնվել սխալ մարդիկ։ Միշտ նայելով ձեր շրջապատին գնահատեք ձեր սեփական գործողությունները։ Դրանք միշտ ձեր շրջապատը, ձեր գործողությունները, ձեր որոշումները, ձեր ընտրությունների հետևանքն է, ոչ թե պատճառը։ Սա առաջին գլխավոր գաղափարը, որ վերաբերում է ինքնազարգացման։ Երկրորդ գաղափարը կա վտանգ միշտ, որ այդ ինքնանդրադարձը կարող է վերածվել չափազանց փակ համակարգի։ Երբ որ ամեն քայլ, ամեն շշուկ, ամեն գործողություն այսպես նայեցի, արդյոք ճիշտ արեցի թե ոչ, դրվում է կասկածի տակ։ Դա շատ վտանգավոր է, որովհետև փոքր քայլերը չունեն հետևանքներ։ Եվ եթե դուք սկսեք փնտրել հետևանքներ առանց դրանց իրական առաջացման, առանց դրանց մարմնավորման, դուք իրականում ինքնախաբեության մեջ եք ընկնում եւ դուք ինքներդ ձեզ շեղում եք եւ ձեր հոգեբանությունը դառնում է շատ զգայուն եւ վտանգված։ Միշտ սպասեք, մինչեւ կլինի իրական արդյունքը եւ միայն դրանով դատեք ձեր գործողությունները եւ մի քիչ վստահ եղեք եւ վստահեք ձեր ենթագիտակցությանը եւ ձեր ինտուիցիային։ Այն հազվագյուտ է սխալվում։ Այո, այն սխալվում է եւ դա էլ է նորմալ, եթե ձեր ինտուիցիան սխալվել է, պետք չէ շատ դրանից տառապել, ուղղակի ձեր ենթագիտակցությանը պատմեք այդ սխալի պատմությունը, այն դրանից կսովորի եւ մյուս անգամ կամ 10 անգամ հետո ավելի ճիշտ կգործի, կամ բաներ, որ մենք ամբողջ կյանքն ենք սխալ անելու, անկախ ամեն ինչից, որտեղ մեր ենթագիտակցական ազդեցությունը շատ մեծ է մեր վրա, եւ կամ բաներ մեր ենթագիտակցության մեջ, որ փոքրուց եկեն եւ շատ դժվար են շտկվում։ Դրա հետ էլ հանգիստ եղեք։ Մի նեղվեք շատ, մի նեղվեք, որ դուք թերի եք, դա շատ նորմալ է։ Դրան պետք է հանգիստ վերաբերվել, առանց լարվելու, առանց կատաղելու ինքներդ ձեր վրա, առանց անդադ ինքնամեղադրանքի, որտեղ այդ ինքնամեղադրանքի, ինքնակասկածի այդ շղթան շատ վտանգավոր է։ Եվ որոշակի համարձակություն, կամք եւ ուժ է պահանջվում, որպեսզի դուք դառնաք իրականում ինքնակրթվող մարդ։ Եթե դուք այդ ուժը, այդ ներուժը չեք զգում, գտեք ձեզ համար մենթոր, գտեք մարդ, ով ձեզ հետադարձ կապ կտա, բարյացակամ, դրական, աջակցող հետադարձ կապ, որպեսզի դուք դուրս գաք այդ ներքին ինքնավստահության պակասի վիճակից եւ կարողանաք արդեն ինքնուրույն հավաքագրել հետադարձ կապ, անգամ շատ տոքսիկ աղբյուրներից, որոնք ձեզ համար հոգեբանորեն կարող են վտանգ լինել։ Այն թե ինչ, նորից կրկնեմ, այն թե ինչ կրթական նաեւ միջավայր է ձևավորվում մեր շուրջ, դա քանի դեռ մենք արդեն մեծացել ենք եւ երեխա չենք, դա արդեն մեր որոշումն է։ Երբ որ մենք երեխա ենք, դա իհարկե ցավոք միայն մեր որոշումը չէ, դա պայմանավորված է դպրոցով, ուսուցիչներով, հազար այլ բանով, բայց երեխաների հոգեբանական կառուցվածքը հենց այնպեսին է, որ իրենք շատ տոկուն են եւ դիմակայում են նման բաներին, շատ հեշտությամբ։ Մենք մեծերս իրականում ավելի խոցելի ենք, քան երեխաները։ Այնպես որ երբ որ դուք դառնում եք ավելի մեծահասակ,
իրապես զգուշությամբ ընտրեք ձեր շրջապատը, այն մարդիկ, որոնցից դուք բան եք սովորում, եւ մի սովորեք սխալ մարդկանցից։ Կամ եթե սովորում եք, սովորեք դրանցից սովորել։ Ինչպես ես պատմեցի իմ խոսքի առաջին հատվածում։ Եվ երրորդ բանը, երրորդ հանգամանքը ինքնաանդրադարձի։ Պետք է գիտակցել, որ մարդ, ով ձեզ հետադարձ կապ է տալիս, պատասխանատու չէ այն բանի համար, ինչ նա ասել է։ Մի հրավիրեք իրեն պատասխանատվության, մի միանգամից ասեք ինչու ես դու դա ասում, կամ դու սխալ ես, կամ այն ինչ որ դու ասում ես չի անպատասխանում իրականությանը։ Դրա փոխարեն մտածեք ինչու նա ասես մի բան, չի անպատասխանում իրականությանը։ Որն է դրա պատճառը, որն է դրա շարժառիթը։ Ինչու է նա զբաղված ինքնախաբեության ինձ հետ կապված։ Որն է դրա խորը հանգամանքը։ Անդրադարձեք այդ հանգամանքին, շտկեք վիճակը, փոխարենը մարդուն մեղադրելու։ Դարձյալ մարդկանց մեծամասնությունը, ովքեր մեր շրջապատում են, մեզ վատ բան չեն ցանկանում։ Իրենք մեզ համար լավն են ուզում։ Իրենք ունեն որոշակի պատկերացումներ։ Հիմա եթե դուք գիտեք, որ այդ մարդը իր պատկերացումներից ելնելով ինչ-որ բան ասում, եթե դուք ուզում եք շտկեք իր պատկերացումները, աշխատեք իր հետ, ծրագիր կազմեք եւ իրեն կրթեք, կամաց քայլերով, որտեղ բաներ կամ շատ դժվար է միանգամից մարդուն ընդունել։ Կամ եթե չեք ուզում, մի անհանգստացեք, թող ինքն նա իր պատկերացումն, դուք կմնաք ձեր պատկերացումն եւ իր պատկերացումներից եկած հետադարձ կապը դուք եք որոշում, դրա հետ ինչ անել։ Պետք չի միանգամից արձագանքել զուտ էմոցիոնալ, որպեսզի լինի արձագանք։ Ինչու՞։ Որտեղ դուք մարդկանց դրանով տրամադրում եք ձեզ հետ խոսելու դեմ։ Կոտրում եք իրենց հոգացությունը։ Դուք փաստորեն մարդուն ասում եք մի հոգայի մասին։ Ինձ համար դա տհաճ է։ Ես չեմ ուզում դա։ Ասա ինձ համար հաճելի բան է։ Այո, մարդիկ կսկսեն հաճոյա խոսել։ Դրա արդյունքը ինչ կլինի։ Ինքնախաբեություն, խաբեության մեջ ապրել, չզարգանալ եւ կործանվել։ Այնպես որ երբ որ մարդիկ դες ինչ-որ բան են ասում, միշտ զսպեք ձեր առաջին արձագանքը։ Մտածեք, ինչու՞ն է ասած, ինչ ուներ ինձ ասելու, ինչ եմ ես անում սրա հետ, ինչպես եմ ես գործում, հանգիստ։ Եվ շնորհակալ եղեք մարդուն, որ նա ամեն դեպքում ձեր նկատմամբ անտարբեր չէ։ Ուզում է ձեզ մի բան ասել։ Միշտ շնորհակալ եղեք եւ փորձեք, եթե դուք ի վիճակի եք այդ բանը, թե իր ասածը ձեզ համար շատ ցավալի չէ եւ դուք կարող եք հեշտությամբ դա հաղթահարել, իսկ դրան պետք է գալ վաղ թե ուշ, փորձեք շնորհակալ լինել եւ շփտադեմ ասել շատ շնորհակալ եմ, հաշվի կառնեմ, շատ շնորհակալություն, դուք եք հաշվի առնելու։ Նա ձեր տերը չէ, նա ձեզ ոչ մի բան չի թելադրելու, նա ուղղակի ասել է, իսկ դուք լսել եք։ Ամփոփելով այս ամենը, շատ հեշտ է սովորել, երբ որ դուք լավ սովորած եք։ Շատ հեշտ է սովորել, երբ որ դուք սովորել եք լինել անկախ, իրապես ազատ մարդ, ով չի ենթարկվում այլ մարդկանց մանիպուլյացիաներին, ով չի ենթարկվում շրջապատող մարդկանց կողմից հուզական ազդակներին, ով անկախ է իր հուզականությունը կառավարելու մեջ, ով կարողանում է քաղել ամենաբարդ կրթական պտուղները, ամենադառը կրթական պտուղները իրավիճակներից, ամեն իրավիճակից։ Դրա համար որոշ հասունություն է պահանջվում։ Եվ դա է պատճառը նրա, որ որքան ավելի շատ բան է սովորում, այնքան ավելի մեծ է սովորելու բերկրանքը, որովհետև ետ են նահանջում այդ բոլոր դժվարությունները սովորելու, եւ մենք դառնում ենք իրական սովորելուց անverջ հաճույք ստացող մարդիկ, ում համար ամեն օր նոր գիտելիքի աղբյուր է, ամեն մարդ նոր փորձառության աղբյուր է։ Եվ ես մաղթում եմ, որպեսզի ձեր կյանքում դուք լինեք սովորող, այսինքն երջանիկ եւ սեփական ճանապարհը ապագայում որպես վառ, ուրախ ճանապարհ տեսնող մարդիկ։